Ինչ ես փնտրում։ Իսկ կարելի է չասել։ Ոչ, Բելլա, չի կարելի։ Որովհետև եթե ձեր դասարանում ինչ-որ բան է կատարվում, ավելի ճիշտ է, որ ես իմանամ։ Չէ, ոչ մի բան չի կատարվում, իսկապես։ Ում համարն ես փնտրում։ Չգիտեմ։ Այսինքն։ Ասիա շնորհակալ եմ շատ, իսկապես։ Ճիշտ եմ հասկանում, որ եթե համար ես փնտրում, ուրեմն ունես հեռախոսահամար, որի հետ համեմատում ես։ Ու ինչ-որ մեկը քեզ զանգում կամ գրում է։ Դու էլ ուզում ես հասկանաս ձեր դասարանից է, թե չէ։ Մեր դասարանից չի, արդեն տեսա։ Ինչի համար են զանգում։ Չեն զանգել գրել են ու ոչ մի արտասովոր բան։ Բելլա, ես գաղտնիքներ պահել գիտեմ։ Եթե իմ օգնության կարիքը կա, ասա։ Ասիա, շնորհակալ եմ շատ։ Մի անհանգստացիր։ Ես կիմանամ։ Լևոն, սենց չեղավ։ Այսօր էլ իմ ու քո պատճառով պատմության նախագիծը չեն հանձնի։ Հա ոչինչ, մյուս դասին կհանձնենք։ Իմաստ է, Լևոն։ Ես ուզում եմ մնամ ի՞նչն է քեզ խանգարում։ Ի՞նչն է անհանգստացնում կամ ընդհանրապես ի՞նչ է կատարվում։ Լևոն, ոչ իման չի խանգարում։ Ուղղակի ես մտածում եմ, որ դեռ շատ վաղ է հարաբերություններ սկսել, ընկերություն անել։ Ես ուզում եմ ընդունվեմ, սովորեմ, աշխատեմ հետո նոր։ Հա հետո եր։ Կամ ես քեզ ինչ եմ խանգարում։ Կամ ընդհանրապես մեր հարաբերությունները չեն խանգարում, չէ՞։ Բա որ խանգարեն։ Ես ճիշտ ասա, հա։ Լևոն կներես, բայց այդ շատ անձնական է։ Ուֆ, նայես չեմ ուզում քիմիայի դասին նստեմ այսօր։ Ինչի՞։ Գրավորները չեմ գրել։ Պարզը։ Ոնց հանգիստ ես, ոնց որ դու սաղ արել ես։ Հա, արել եմ։ Ոնց, ցույց տու։ Այնա, դե դրած է։ Սաղ դու ես գրել։ Ձեռագրիցս չի երևում։ Ախպեր ես ֆորմուլաները, բան, սաղ դու ես գրել։ Տես, Դավթյանին կասես ֆորմուլա բառը ու կնշանակի։ Ձեռս առ։ Էյա, բասալը։ Չէ։ Բա ոնց։ Դավոտ ես զզվեցրիր, դասա գրել եմ, ինչ ես խառնվել իրար։ Ախպեր երբ, երեք սաղրը շաքեի հետ չես եղել։ Հետո ինչ։ Դու մի բան կա չես ասում ինձ։ Երեխեք, ես ինչ եք ստեղ, ամբողջ դասարանը գրադարանում է, Ստեփանյանը գրադարանի օր է հայտարարել։ Բարի ժամանց ընկեր Ստեփանյանին, գլի մենք մնանք ստեղ։ Չէ, չի լինի, չնայած դու մնա, մելս գնանք։ Դու գնա, ես հեսա կգամ, դասին դեռ մի քանի րոպե կա։ Լավ, բայց դավոյի խելքին չընկնես։ Շաք է։ Ես պիտի իրերս վերցնեմ։ Թույլտվություն ես հարցնում։ Արի վերցրու։ Ես կարամ օգնեմ։ Ինձ։ Հա։ Լավ է ծանրը։ Ես ինչ ես այսքան հետը տանում բերում։ Դե գիրք, տետար ու տոց։ Բայց շաքին ինչ է այդքան ծանր չի որ։ Ահա դե այստեղ մի գիրք էլ կա։ Ինձ թվում է դրանից է։ Բայց դե ես սովոր եմ, ոչինչ։ Այդ ինչ գիրք է։ Ինչի ուզում ես կարդալ։ Դե այս մի բան էլի։ Կամ մտածում ես տարերը չգիտեմ։ Դե կարծում եմ գիտես, բայց չգիտեի, որ սիրում ես կարդալ։ Ուզում եմ սկսեմ։ Այդ դեպքում ես քեզ կարող եմ լավ գիրք առաջարկել, ավելի թեթև ընթերցանությունից կսկսես։
Հա օրինակ Ջելսոմինոյի արկածները։ Մի րոպե, ես ժպտաց, հա? Ժպտաց մեզ։ Էսի չարիք որ ժպտացել է, հələ մի հատ ասայտում արկածներն էր։ Լավ արդեն անհամացար դա ոսում կեն դուր։ Հա, պայուսակստոր ես գնամ։ Չէ, ասեցի ես կօգնեմ։ Չէ, ես ինքս։ Տեսա՞ք ոնց հապվեց։ Դե երևի մտածեց տուն էլ կճանապարհես։ Շատ խնդալված էր համար։ Լավ կատակ ենք անում, ինչի ես լուրջ ընդունում։ Նոր դու էիր ասում, որ ուշանում ենք։ Գժվել ես Դավո։ Ես ինչ արեցի որ։ Մելսի մոտ տենց բաներ մի խոսա։ Հալա, Մելսի համար մեկը։ Ժամադրության կանչեցիր։ Չէ, նամակների չի պատասխանում։ Լսի գոնե fake account-ով ես գրում։ Չէ, իմ ակաունտով իմ ավատարով։ Լրջացի Դավո։ Դե, իմ երկրորդ համարը բա, դա մենակ պապան ունի։ Լավա ֆայմել ես։ Աբա։ Լսի, բա, այդ ինչ ես ուզում ժամադրեմ ես իրեն։ Քեզ դրանից ինչ։ Դե դու կկանչես ժամադրության ու չես գնա։ Ինքը կգնա ու մենք էլ թակուն կտեսնենք, թե ոնց է քեզ սպասում։ Ո՞ս իր դաժանն է շակ է։ Դաժի ես ուտեն շեյ բոշը։ Որ ինքը այդ վիդեո Տոնոյանին ցույց տվեց դաժան չէր։ Դե լավ, ինչ գիտենք ինքն է։ Դավո, բայլովա։ Դու իրան տենց մինա, իրա խոսալուն տենց մինա, ինքը իրան ուղակի միամիտի տեղադրում։ Ինձ ես հետ չեմ կարող։ Հա, որ իմանամ փոխադարձ զգացմունք չկա այդ ուրիշ։ Բայց ինձ անհասկանալի պատճառով Իմ համար անհասկանալի չի։ իսկ իմ համար չէ, որովհետև ես իրավունք ունեմ պատճառն իմանալ։ Լևոն, ես չգիտեմ քեզ ոնց պատմեմ։ Ոնց կա տենց պատմի։ Իմացի, որ իմ վերաբերմունքը դրանից քեզ չի փոխվելու։ Խնդիրը ես չեմ, մամաս է։ Ինչ ա եղել։ Մամաս ու պապաս համարյա մեր տարիքին են եղել, երբ որ ծանոթացել են։ Դպրոցում սիրահարվել են։ Շատ սիրուն պատմություն ա սկսվել։ Բայց վատը ավարտվել։ Ամեն դեպքում մամայիս համար։ Ինչի։ Իրանք երկուսն էլ ընդունվել են համալսարան։ Պապայիս մամայի համար շատ կարևոր ա եղել, որ իր տղան ուսում ստանա ու այդ ժամանակ իր ուշադրությունը ուրիշ ոչինչ բան չշեղի։ Բայց դա նորմալ է երևի, չէ՞։ Հա, բայց պապայիս մաման դեմ ա եղել, որ իր տղան այդ ժամանակ լուրջ հարաբերություններ ունենա։ Սկզբում խանգարել ա։ Հետո մամաս առաջին կուրսում իմացել ա, որ հղի ա ինձանով։ Այդ լուրը բոլորի համար շոկ ա եղել։ Մամայի ծնողները իրան չեն ընդունել։ Ու պապիկս էլ մամայիս տնից դուրս ա հանել։ Բայց իր աղջկան։ Հա։ Մամաս մնացել ա լրիվ մենակ։ Մտածել ա, որ պապաս գոնե իրա կողքը կլինի։ Այն մարդում ինքը սիրել ա, վստահել ա։ Ու երբ որ գնացել ա, որ պապայիս հետ խոսի, իմացել ա, որ պապաս մեկնում ա արտերկիր սովորելու։ Ու պապայիս մաման ոչ մի տվյալ չի փոխանցել մամայիս։ Դե հա ինքը չի փոխանցել, բայց պապատ էլ հո ինչ-որ կոնտակտ ունեցել ա, կամ ինչ-որ կապի ձև ունեցել ա, չէ՞։ Հա, բայց ոչինչ բան տեղի չի ունեցել։ Պապայիս մաման, ես չեմ ուզում իրան տատիկ ասեմ, չի հավատացել մամայիս։ Ու ասել ա, որ այն երեխան, որին դու սպասում ես, իմ տղայինը չի։ Ու մամաս այս աշխարհում լրիվ մնացել ա մենակ։ Մենակ 18 տարեկանում, ով առաջին անգամ սիրահարվել էր։ Մտածել էր, որ դա կարևոր ա։ Մտածել ա, որ գտել այն մարդուն, ով կարա իրան ամեն ինչից պաշտպանի։
բայց սխալվել էր։ Սիպված թողել ա ուսումը, աշխատանք ա գտել։ Ու բոլորից թաքուն մամայիս իրա մորաքույրն ա օգնել, ինձ խնամել ա, որ մամաս աշխատի, մինչև որ ես մեծացել եմ ու ամեն ինչ պատմել ա։ Ինես ախր այդ լրիվ ուրիշ պատմություն է, ուրիշ մարդու պատմություն է։ Հա հասկանում եմ, քո ծնողներն են, քո մաման է, բայց մերն ուրիշ է, այդ քո պատմությունը չի։ Չէ, այդ իմ պատմությունն էլ ա։ Ինքը ինձից երբեք ոչինչ բան չի թաքցրել, ես հենց որ մեծացել եմ, ինքը ինձ ամեն ինչ պատմել ա։ Ու գիտես, մաման շատ ճիշտ է ասում։ Կինը միջև ամուր հողի վրա կանգնած չլինի, չպետք է ինչ-որ հարաբերություններ սկսի։ Ինես ես խոսք եմ տալիս։ Դու չես փոշմանի, որ ինձ վստահել ես։ Այդ ոչ ես գիտեմ, ոչ դու։ Պապաս էլ ա տենց ասել, բայց ինչ ա եղել։ Ինես մերն ուրիշ պատմություն է։ Ուրիշ կյանք է։ Կներես Լևոն, բայց ես վախենում եմ։ Ես վախենում եմ, որ իմ կյանքը իմ պլանավորածի ու պատկերացրածի պես չլինի։ Քո թեմամայդ։ Նաև իրա։ Ինեսա դու իրա վախերն ես վերցրել։ Այդ վախերով ես ապրում։ Բայց ես պատրաստ չեմ հրաժարվեմ քեզից, ինչ հա թե մի թուլամորթ 20 տարի առաջ խուսափել է պատասխանատվությունից։ Ես եմ սխալ։ Կներես, ես շպիտի թողնեի, որ ամեն ինչ այսքան հեռու գնար։ Ինեսա։ Ես չեմ հրաժարվի քեզնից։ Ոչ հիմա, ոչ էլ հետո։ Լևոն, արի հենց հիմա, հենց այստեղ ամեն ինչ վերջացնենք։ Հաստատ էլ բան չէր գրել։ Կարող է ուղղակի չի ասել։ Չէ, իմաստը չասելու։ Մենք ընկերներ ենք ու իրար վստահում ենք ու ինձ թվում է Բելան գիտի որ կարա մեզ վստահի։ Դե հա, Այ որ իմանամ ով է այդ գրողը, չէ։ այդ ինչ ես անելու։ Վրթո, էս փեդը։ Մի բան կանեմ էլի։ Հել գնանք մենք։ Էս ինչ եղավ։ Ժաս։ Կռված եք։ Չէ։ Ո՞նց ես։ Ինձ նայ, ուր ես գնում, Սևակ, արի ինձ հետ։ Չէ, արի ինձ հետ, արի։ Արի։ Սևակ ջան, արի։ Նստիր։ Նստիր, Սևակ ջան։ Խոսում եմ, էլի պետք չի սենց։ Սենց ոնց։ Անհանգիստ լինել։ Ոնց որ հեսա մեռնալու եմ միջանցքում։ Չհամարձակվես երբևէ այդպիսի բան ասել։ Ընկեր տոնեն, դասընկերներից չգիտեն, ու եթե դուք ամեն անգամ սենց արձագանք եք, սկսելու են կասկածել, հարցեր տալ։ Սևակ ջան, դե մենք իհարկե պայմանավորվել ենք, որ քո դասընկերները չեն իմանա, բայց տեսնել քեզ այս վիճակում անտարբեր մնալ, կներես չեմ կարող։ Շնորհակալ եմ շատ, բայց էս նորմալ է։ Բայետակ լինում է, օրակ անցնում է։ Վիճկն էլ է ասել, որ կարա լինի այսպես չանհանգստանամ։ Ես կուզեի մայրիկիդ հետ զրուցել այս թեմայով։ Չէ, էլի, այդ հաստատ չէ, որովհետև ամեն օր տանը այս թեման է։ Պետք չի անհանգստացնել։ Սևակ ջան, իսկ միգուցե մի քանի օր տանը մնաս,
Հանգստանաս, մի քիչ բացակայես։ Չէ, պետք չի։ Այդ ինձ հաստատ պետք չի։ Բժիշկն ասել է, որ ես իմ ամենօրյա կյանքով ապրեմ։ Մինչև քիմիոթերապիա սկսել։ Հաստորեն քիմիա, հա։ Դե հա, ու մինչև էդ էլ պետքա ստուգումներ, դեղեր խմեմ։ Մի խոսքով։ Ես կուզեի դու դպրոցի հոգեբանի հետ աշխատեիր։ Սևակ ջան, սենց դեպքերում նորմալ է, որ մասնագետի հետ խոսես։ Խնդրում եմ, էլի, ուղղակի պետք չի ինձ, ես չեմ ուզում։ Տենց մի նայեք, էլի։ Կներես։ Ամեն ինչ լավ ալնելու ընկերտոնը։ Դա ես քեզ պիտի ասեմ։ Ոչինչ, ես անգամ էլ ես ասեմ։ Մարթա, ասում եմ, այդ երեխու հետ մի բան կատարվում է։ Բայց Բելայի։ Օ, ինչ պետքա լինի, ով պետքա իրեն անհանգստացնի։ Չգիտեմ։ Կարող է զանգում ինչ-որ բաներ են ասում, կարող է զանգում ծաղրում են։ Հենց այնպես չի, որ ինքը համար էր ման գալիս դասարանցիների մեջ։ Այսինքն դու մտածում ես, որ դասարանցիներից մեկն է չարկատականում։ Հա, հենց այդպես էլ մտածում եմ, այդ դասարանը շատ լավ իմանալով։ Լավ, ես նորից կխոսեմ Բելայի հետ։ Նորից։ Ահա։ Վերջերս մի անկեղծ զրույց ունեցա Բելայի հետ։ Շատ եմ հավանում իրեն ու հասկանում եմ, որ օգնություն է պետք։ Ուղղակի պետքա զգույշ լինեմ, որովհետև երբեմն մենք ուզում ենք օգնել, բայց վնասում ենք։ Դե չգիտեմ, կարևորը ես քեզ ասեցի, մնացածը արդեն դու գիտես։ Գիտես Մարթա, չեմ ուզի նեղացնել։ Այնքան պարզ ու ազնիվ երեխա է։ Գիտեմ։ Ընկեր Տոնոյան, ախր ես ձեզ ասում եմ, սա պատահականություն է, ես ուղղակի ընկել եմ։ Վահե, դու չես կարող այս տեսքով երեխաների առջև հանդես գալ։ Սա ինչ է։ Լսի, եթե դու խնդիրներ ունես, մենք պիտի իմանանք։ Չհասկացա, ինչ իմանաք։ Իմանաք ես վտանգավոր եմ երեխաների համար, թե ոչ։ Հա, նաև դա։ Գիտես, դու շատ լավ մասնագետ ես, Վահե, բայց այս պահին խնդիրը երեխաների հետ է կապված։ Ոչ թե քո։ Ցեք ես դա լավ հասկանում եմ, բայց ես կարող եմ նրանց բացատրել, որ սա ուղղակի պատահականություն է, դեպք է, պատահել է։ Ամեն դեպքում այսօր մի մտի դասարան։ Ես Դարփինյանին կխնդրեմ քեզ կփոխարինի։ Վաղը մի քիչ կմեղվի կգաս։ Գերտոնոյան բան ունեի ասելու։ Դե լավ, ոչինչ։ Այս մի օրն էլ բաց թող։ Ցիսա վաղը չի անցնելու։ Դե ոչինչ, վաղն էլ բաց կթողնես։ Հեշտ ես ասում։ Կներես ուղղակի նյարդային եմ։ Ոչինչ, հասկանում եմ։ Շատ բան ա կուտակվել։ Պարզվում է դրանք գիշերը գնացել են քրոջս տուն։ Երեխեքին են վախացրել։ Ոնց։ Ինչ սարսափելի է։ Ու այդ ամեն ինչը փողի պատճառով պատկերացնում ես։ Ես ուղղակի էլ չգիտեմ որտեղից մի քիչ գումար գտնեմ, տամ դրանց, որ ինչ-որ ժամանակ շահեմ։ Վահե, իսկ ինչքան գումարի մասին է խոսքը։ Դե չգիտեմ։ Գոնե որ մի 500,000 լիներ։ Ուղղակի բոլոր խնայողություններս զրոյական են հիմա ու չգիտեմ որտեղից եմ այդ գումարը գտնելու։ Լավ, ինչևէ, քեզ չծանրաբեռնամ իմ խնդիրներով։ Չէ, ամեն ինչ կարգին է հանգիստ տեղի։ Լավ գնամ, թե չէ հիմա էլ գալու է ասի ինչ ես դեռ այստեղ։ Բացակա է հինեսան։ Հա, այսօր չի եկել։ Չգիտեք ինչու։ Չէ, չես զգուշացրել։ Բելա դու էլ չգիտես։ Չէ, ինձ էլ չի ասել։ Ինչպես ենք նայելու նախագիծը։
50 հոգով աշխատել ենք։ Մի հատ 90-ը բացակա էլի, չեն կարա նայենք։ Շտապում ես դու։ Դե չէ, հազիվ մի հատ լավ գնահատական էի ուզում ստանալ։ Բելլան կարա ներկայացնի։ Չէ, թիմ լիդը Ինեսան է, ճիշտ կլինի ինքը ներկա լինի։ Համել Լևոնն էլ դեռ չկա։ Բայց գործի 80%-ը դու ես արել։ Չէ, բոլորս էլ աշխատել ենք։ Ընկերաթոյան, Բելլան կարա ներկայացնի։ Դու էլ ես շտապում։ Չէ, ես իմ համար վաբշե մեկ է։ Չէ, իրականում Մելսն էլ է մեզ օգնել։ Ինքը արտակադրային ձայնն է կարդացել։ Իսկապես։ Հա, իրեն է բարձր նշանակեք, դուք չեք ասա, բայց օգնել է։ Ես էլ եմ մասնակցել։ Այսինքն 4 հոգու փոխարեն 6 հոգով եք աշխատել։ Բա որ ասում 50 հոգով եք արել Գելաթոյան։ Լավ, ուրեմն կսպասենք մինչև Ինեսան գա։ Ինչի։ Հա, ասենք կարող է վաղնա չգա, որովհետև վատառողջ է, այդքան ձգենք, իմաստ կա։ Այսինքն մենք պատրաստվում ենք ամբողջ դասաժամը նվիրել նախագիծը նայելու։ Դուր։ Այսինքն Ընկեր Աթոյան զուգարան եմ գնում։ լավ ես անում։ Ինչ չես հարցնում։ Դե մենք չենք հարցնում։ Հա, մեզ բոլոր դասատուներն էլ թողում են։ Դե որ դասը չխանգարենք, չընդհատենք։ Լուր դուրս ենք գալիս դասարանից։ Նստիր տեղը։ Բայց ընկեր Աթոյան։ Արագ։ Քանի գրպանները չեմ ստուգել։ Գնում ես ծխես գաս։ Այսուհետ, եթե որևէ մեկը ցանկություն ունի դուրս գալու, ձեռք է բարձրացնում, աշակերտին վայել, հարցնում է ուսուցչին, թույլտվություն ստացավ, կարող է դուրս գալ։ Հա, բայց տենց շատ հին է, այդ հին մեթոդները ում է պետք։ Հա էլի, մի քիչ ստորացուցիչ է։ Իմ կարծիքով ավելի լավ է ուղղակի լուր դուրս գալը։ Այսինքն, դուք ձեզ ստորացած եք զգում, երբ դիմում եք ուսուցչին։ Ընկեր Աթոյան, իմաստը որն է։ Մեկ այլի հետ են գալու։ Համել պատկերացրեք մի դասի ժամանակ մի քանի հոգի դուրս գա։ Հա, ասենք մենք ենք բուֆետում հիբան ենք, երբ փորները ցավում է։ Արի, անկյունում կանգնեք, դու նախագիծը անկյունից կնայես։ Կավել ընկեր Աթոյան։ Արագ։ Մայր գնա, սարքապեջ նախագիծը նայենք, Բելլա պատրաստվիր, դու ես ներկայացնում։ Աննա, մի խոսքով կարող ես կանխավճարի մասին պայմանավորվել, դա ինձ ձեռք է տալիս։ Վերջ, ուրեմն գնամ ու զանգեմ։ Մի րոպե սպասիր։ Ուզում եմ քո հետ խոսել։ Ինչ խոսենք։ Ես գիտեմ, որ Դավիթի հետ դպրոցում կոնֆլիկտ ունեն։ Դավիթը ինքը բարդ տղա է, բայց Կարենը հեռու է մնում Դավիթից։ Ես խոսել եմ հետը։ Կոնֆլիկտներ չեն լինի։ այսինքն ուզում ես ասես Կարենը մեղավոր է։ Երեխեք են, ինչ էականա թե ով է մեղավոր։ Չէ, ես ուզում եմ իմանալ, եթե Դավիթը նեղացնում է Կարենին։ Արսեն, իմ տղան ամուր տղա է։ Ճիշտ է, վթարը շատ բան փոխեց նրա կյանքում, բայց բնավորությունը չկոտրեց։ Ես դա նկատի չունեի։ Ես կարծում եմ, որ պետք չի ավելորդ անգամ խառնվել։ Դե հա, դպրոցը ամեն ինչ էլ կպատահի։ Ուղղակի ես ուզում եմ, որ Դավիթը նոր ընկերներ ձեռք բերի։ Դե դա մեր ցանկությունով չի լինում։ Այնուամենայնիվ, խոսա Կարենի հետ։ Խոսեմ ինչ, ասեմ, որ ընկերանա տղայիդ հետ։ Չէ, Կարենը ինձ չի լսի այդ հարցում։ Նա իր ընկերներն ունի, լավ մարդկանց հետ է շփվում։ Լավ մարդկանց հետ։ Դավիթը վատ մարդ է, պարզ է։ Չէ, ես նման բան չասացի, սխալ հասկացար։ Լավ, ես գնամ։ Մի հարցել եւ վերջ։ Կարենի հայրը շփվում է տղայի հետ,
ժամանակ հատկացնում է, զբաղվում է դասերակցությամբ։ Կարենի հայրը չկա։ Ոնց թե չկա։ Այսինքն։ Այդպես չկա։ Չի մահացել, եթե դա ես ուզում հարցնել, բայց չկա։ Արի այսքանով փակենք, հա, այս թեման։ Վերջապես վերջին դասս ավարտեցի։ Մարթա դուք ուրախ եք, որ դասերն ավարտվեցին։ Իսկ դուք չէ։ Չգիտեմ։ Մարթա, գիտեք, ձեր դասղեկական դասարանից Ինեսան այսօր բացակա է։ Գիտեմ, որ բացակայում է։ Իսկ ծնողին զանգահարել եք, որովհետև ընկերներն ասացին, որ տեղյակ չեն։ Ընկերաթեն, բայց մի օր է բացակայում, ով է մի օրվա համար ծնողին զանգում։ Գուցե պետք է եղել։ Վաղը կգա։ Ես գնացի, հաջողություն։ Այստեղ եք Լարա ինչ եք տեսել։ Ոչ։ Ասյա, ավարտականներից Ինեսան բացակա է եւ ընկերներն ասացին, որ հիվանդ է։ Ասել են հիվանդ է։ Ես Վիկային հարցրեցի, ասաց տեղյակ չենք ինչու չի եկել։ Դե առավել եւս պետք է զանգահարել, ծնողի հետ խոսել, վերջապես մենք դպրոց ենք, հետեւողական պետք է լինենք, թե ոչ։ Լավ, կզանգեմ։ Եվ ինձ անպայման կասեք։ Հա։ Դե ինչ եղան։ Լուրջ եմ ասում, թողենք սաղ գիշեր կմնան այս դպրոցը։ Լսի, արի մենք գնանք, իրան կգան էլի։ Ոնց գնանք է։ Որ գնանք, հաստատ մնալու են։ Պիտի մնանք, որ իմանան սպասող կա։ Վերջապես։ Բելան ուրա։ Ձերը չի։ Ես գիտեի ձերը տա, ասես գնում է դասանից պայուսակը վերցնի գա։ Լավ, բա դու ուր էիր։ Գրադարան էի մտել։ Այսքան ժամանակ պայուսակա վերցնում։ Մի հատ Սպասի, ֆայ մտուրա սունկեթո նոր գնա։
Քնելու տեղ ես գտել։ Հա։ Ինչ ես այստեղ քնած։ Ես չհասկացա ոնց աչքս կպավ եկել է իրերս վերցնել։ Հետո որոշեցիր մի 2 ժամ նստես քնես, հա։ Չէ, ուղղակի մտքերով ընկա։ Ինչ ա եղել, ինչ մտքեր։ Ոչ մի բան։ Սպասի հələ։ Այս երազիդ մեջ լաց էր լինում։ Չէ։ Ինչ ես ուզում, ես չէի լացում, ընդհանրապես ես երազներ չեմ տեսնում։ Ուղղակի գիշերը չէի քնել, այստեղ քոնուս տարավ։ Պարզ է։ Ասում ես ինչի չես քնել գիշերը։ Ինչ ես այդքան հարցեր տալիս։ Որովհետև ուզում եմ իմանամ ինչի չես քնել։ Ինչ պետք է եղած լինի, որ չքնես։ Ես Հա, տղա ջան, ամեն ինչ կարքին է, տոնոյաններ զանգել։ Տատ, ես լուրջ եմ ասում, ոչ մի թեմայի մեջ չկամ։ Ես ոչ մի բան չեմ արել։ Անգլերենի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն, բարձրագույն կրթություն, մագիստրոսի աստիճան, մինչև 25 տարեկան։ Մինչև 25 տարեկան մարդը ոնց կարա այդքան աշխատանքային փորձ ունենա։ Ծնված օրվանից պիտի աշխատի։ Պատկերացնում ես, թե ոնց է սևակին մորթում։ Չէ, պատկերացնում ես ոնց է կռվում։ Չէ, ուղղակի ներսից բացասական էմոցիաներն եմ արտահայտում։ Իսկ կարող է ուղիղ հարցնես իրան։ Դե ուրեմն վաղը կհանդիպենք։ Հա, եթե դեմ չես, կարամ առավոտյան գամ իրար հետ գնանք։ Don't you run away. Don't run away from me. Fill my empty night, revitalize my heart. Don't you run away, don't run away today.